իշխանության ներկայացուցիչները հավանաբար օգտվում են իմ պարկեշտությունից անձնական հարցեր չքննարկելու եւ շահարկում են իմ անձի հետ կապված բազմաթիվ հարցեր։ Հիմա Տիկին Հակոբյան, նախ ես իսկապես բարեկամաբար ուզում եմ ասել, որ ազգային ժողովը կիսաբաց լուսամուտների սրահը չի։ Այստեղ հատկապես այս ամբիոնից բառերը պետքա ճիշտ ընտրել եւ ազգային ժողովում ճիշտ բառապաշարով հաղորդակցվենք միմյանց հետ եւ ժողովրդի հետ։ Սա առաջինը։ Երբ խոսում եք իմ հայրիկի մասին, հայրս երկար տարիներ, ուզում եմ արձագանքել, որպեսզի անարձագանք չմնա, թե չէ հակառակ պարագայում ես ուղղակի չէի անդրադառնալ։ Հայրս երկար տարիների պետական ծառայող է։ Այն ժամանակ, երբ դուք կյանքում, ոչ միայն դուք անձնապես, կյանքում չեք պատկերացրել, որ որևէ պետական հաստատությունում ի վիճակի կլինեիք աշխատել, հայրս միշտ պետական համակարգի միջին օղակի պաշտոնյա է եղել, միշտ եղել է։ Եվ հիմա դուք փորձել եք իհարկե նրան հեռացնել աշխատանքից, նրա նկատմամբ հարուցվել է վարույթ, ծառայողական քննություն, որպեսզի ինձ ինչ-որ ձև ցավացնեք։ Ավելին, ես նորից ներողություն եմ խնդրում նման մանրամասնությունների համար։ Հայրս սրտի վիրահատություն կրած, նոր ստենդավորված, տարել բերել են ինչա մի հատ նկատողություն տան։ Հետո այդ նկատողությամբ գնացել ենք դատարան եւ շահել ենք դատը։ Հա ինչ։ Ուզում եք ինձ ցավացնել, դրանով եք ուզում ցավացնել, իմ եղբորը սպային հեռացնելով եք ուզում ցավացնել։ Տիկին Գրիգորյան, վերականգնեք Տիկին Գրիգորյանի 10 րոպեն։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այդ քայլերով ինձ ցավացնել ուղղակի անհնար է։ Ինձ ցավացնում էր Արցախի կորուստը, հազարավոր տղեկի կորուստը, ձեզ թվում է ինձ անձնապես ցավացնելով հարց եք լուծում, բայց չեք տեսնում տարիներ շարունակ իմ նկատմամբ ինչ անում եք, նույն ձևի կռիվը տալիս եմ։ Տիկին Հակոբյան, երբ ինձ դիմում եք, ասում եք, այ ձեր հայրը եւ այլն, այո, իմ քաղաքական դիրքորոշման պատճառով իմ եղբորը հանել եք աշխատանքից, հորս նկատմամբ անասելի անհասկանալի պրոցեսներ եք սկսել, իսկ դուք իշխանության ներկայացուցիչ լինելով, ըստ մամուլի տեղեկությունների, ձեր ազգուտակին եք տեղավորել ազգային ժողովում։ Հասկանում եք տարբերությունը, հասկանում եք, չէ՞ տարբերությունը։ Շնորհակալ եմ։ Հետո օրեր առաջ այստեղ ընդհանրապես իմ մասին քննարկում էր գրողը տանի, ես կպատկերացնեի, որ սենց ինձ համար նստած որևէ բանի մասին չխոսեմ, իմ մասին քննարկումներ են իրականացնում, էլ գալիս, հատուկ, առաջ գոնե երբ խոսում էի ինձ անդրադառնում էիք, հիմա չեմ խոսում էլ ինձ անդրադառնում եք։ Ինչպես ասում են, սատանան դիվահարվում ախաչից, որոշ կպայականներն էլ ինձանից ու իմ աննազգանունը լսելու, սենց էլ կրակ կլինի։ Այո, ես շատ ներողություն եմ խնդրում նման անհամեստության համար, դա ինձ բնորոշ չի, բայց դա ձեր վարքագծի ուղիղ իմ արձագանքն է։ Բայց ես ուզում եմ ասել, որ ես երբեք չեմ ներքաշվելու այդ էժան խոսույթի մեջ։ Դուք քո երեխա չեք, դուք քո դեռահաս պատանի չեք, որ գաք այսպես թեթև քարեր քսեք, ես էլ ընկնեմ այդ խոսույթի մեջ։ Դուք լուրջ մտածում եք, ես այդ էժան խոսույթի մեջ պետք է ներգրավեմ, չերազեք։ Ես կոնկրետ պատասխաններ եմ տալիս ձեր բոլոր գործողությունների, իմ անձի հետ կապված ինչքան ուզում եք խոսեք, խի նոր եք խոսել։ Նոր եք դրա մասին խոսում, 5 տարի է խոսում եք, ինչ է փոխվում, ում համար է ինչ փոխվում, այն մարդիկ, ովքեր ինձ լսում են, իմ ասածներն ընդունում են, գիտեն են ինչ որ դուք ասում եք, եւ ես մտնում եմ այդ խոսույթի մեջ, Բագրատյանից մինչև Շիրակ Թորոսյան, Հայկ Կոնջորյանից մինչև Գևորգ Պապոյան, իմաստ չկա, եկեք ոչ թե անձանց, այլ գործողություններն ու գործընթացները քննարկեն, դա է քաղաքական գործի հիմնական վարքագիծը։ Եվ, հա, լավ է, եկել է։ Իսկ ինչ վերաբերում է Քլչի կրտսեր գործընկերոջը Հայաստանի Հանրապետությունում, եթե ստատիստիկա հանենք, թե իր բոլոր ելույթների քանի տոկոսում է, որ ինձ ընդհանրապես չի անդրադառնում, մտահոգիչ կլինի, լավ սենց բան կլինի, ես ժամանակին առաջարկում էի հոգեբան, այս տեմպերով հոգեբուժն էլ նրան չի փրկի։ Բայց լավ կլինի, պարոն Ռուբինյան, Հաննա Արդարության, այստեղ գալուց ամեն անգամ կամ շատ հաճախ իմ մասին խոսելու փոխարեն, գաք ու պատմեք վերջը ինչ եղավ ձեր Քլչի հետ բանակցությունների արդյունքը,
Լավ պայմանավորվել եք, որ սահման պետքա բացեք երրորդ երկրների ներկայացուցիչների համար, դիվանագիտական անձնակիր ունեցող մարդկանց համար։ Ինչ եղավ, դուք դրանից խոսեք։ Բայց, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ասել, որ շատ բնական եւ հասկանալի է այն աժոտաժը եւ ագրեսիան, որ կա այսօր քաղաքական մեծամասնության մոտ։ Ի վերջո գալիք ընտրություններ են սպասվում, շատ լավ գիտակցում են, որ 50 գումարած մեկ մեծամասնություն որևէ պարագայում չեն կարողանում ստանալ, եւ կա անդիմություն, որ հավաքական առումով շատ ավելի շատ ձայներ է հավաքելու, այսպես ցնցումների մեջ են ընկել, ոչինչ, հանգստացեք, բոլոր գործողությունների համար մարդիկ պատասխան են տալիս։